Ներքին խաղաղություն գտնելու համար մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացը ավարտված է ժողովուրդ։ Մենք մեր հայրենիքը, մեր երազանքի հայրենիքը գտել ենք եւ դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, մենք պետք է վերադառնանք Մուշ, մենք պետք է վերադառնանք Ղարաբաղ, մենք պետք է վերադառնանք Նախճեվան, մենք պետք է վերադառնանք, չգիտեմ, տարբեր տեղեր, գիտեք ինչա դա, ինչ հոգեբանական ազդեցություն է մեր վրա թողնում։ Մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ։ Հասկանում եք, մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ, որովհետև եթե սա այնտեղը չի, լսեք, պատկերացրեք, դուք միտեղ եք գնում եւ հասել եք կանգառի։ Դուք այդ կանգառում ոչ նորմալ հաց ուտելիս եք նորմալ հաց ուտում, որովհետև անդադ փշերի վրա եք, կանգառ, պետք է հլտեղ չեք հասել, ժամանակի խնդիր ունեք, շարժվելու խնդիր ունեք, ոչ քնելիս եք նորմալ քնում, ոչ էլ որևէ բան անելիս եք նորմալ անում։ Մեր երկրի բոլոր խնդիրները, որ մենք միջև ինչքան խնդիրներ ունենք լուծած, նրանից է, որ ինձնից սկսած, ձեզանով շարունակած բոլորս կանգառի զգացողության մեջ ենք։ Սա մեզ համար, սա մեր երկիրը չենք մենք համակել հանգրվանի զգացողությամբ, մենք անդադ կանգառի մեջ ենք, մենք հլը տեղ չենք հասել, հլը Ղարաբաղ կա, որը պետք է տեղ հասնենք, հլը Վանը, հլը Մուշը, հլը էլ չեմ ասում, գերեվակայությունները երբեմն պտտվում ավելի ուրիշ տեղեր։ Եվ այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել։ Եվ ես ուզում եմ առիթը օգտագործելով նաև մեր Ղարաբաղի, մեր հայրենակիցներին դիմեմ, որովհետև այդ Ղարաբաղի մեր ժողովուրդը Ղարաբաղում էլ է կանգառի տրամաբանության մեջ եղել, որովհետև չեն իմացել այդ մարդիկ լավ ինչ ալնելու։ Հիմա եկել են ստեղ, մենք ուզում ենք այդ մարդիկ տնավորվեն, մեր նման տնավորվեն, կանգառի զգացողությունը փոխեն հանգրվանի զգացողությամբ։ Եվ այդ մարդկանց անընդհատ չեն թողում, որ իրանք այդ հանգրվանի զգացողությունը ունենան, անընդհատ վերադարձ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։